Բարի լույս, իսկապես բարի լույս, որովհետև Երևանում ժամ առավոտյան 7:30 րոպե է, ես արդեն երևի 1.5 ժամ, համարյա 2 ժամ արթուն եմ, անքնություն է, բնականաբար ժամերի փոփոխությունն է, տեսնում եք արևը դուրս է եկել, փողոցում արդեն սկսվել է տեղաշարժը, մարդիկ շարժվում են, քայլում են, ամեն մեկը գնում է իր գործերին, իր հոգսերին, գնումների, տարբեր տեղեր են գնում մարդիկ, ես էլ արթնացա, սենց վաղ երևի մի քիչ տարված իմ մտքերով, իմ տպավորություններով, երեկ, ինչպես արդեն ասել եմ, այցելել ենք Ցեղասպանության հուշահամալիր Ծիծեռնակաբերդի այգում, ինչպես նաև Ցեղասպանության թանգարան, որովհետև մի պարտավորվածություն էի վերցրել ինձ վրա, մի պարտավորվածություն այն էր, որ պետքա տղայիս Սուրենին անպայման ցույց տայի, չնայած ինքը եղել էր մի քանի անգամ հուշահամալիրում, բայց անպայման պետքա Ցեղասպանության թանգարանն էլ պետքա ցույց տայի, ինչպես նաև մի պարտավորվածություն ունեի, որ պետքա կատարեի ինձ հանձնարարված, այդպես ասենք, նվիրատվությունը Հայոց Ցեղասպանության թանգարանին։ Ուրեմն շատ կարճ, երկար չեմ ուզում, ինչ որ ոչ քաղաքական ինչ որ պատմություն շատ կարճ, ուղղակի հետաքրքիր է, էլի։ Այդ մտքերով, այդ զգացմունքներով արթնացա։ Ուրեմն երևի ավելի քան մի 25 տարի առաջ կլիներ, պատահական մի օր Նյու Յորքում ծանոթացա մի տեղաբնակ, այդպես ասենք, ամերիկացի երիտասարդի հետ, երբ որ խոսեցինք, որտեղից եք, ինչ ազգությամբ եք, որ ասեցի հայ եմ, ասեց ինչ որ զարմացած, հիացած ձևով, մի կին է ասեց ինձ հետ աշխատում, մի հայ կին է աշխատում, այնքան լավ կին է, իրար հետ աշխատում էին մի հայտնի իրավաբանական, Skadden Arps, հայտնի, կարող է ինչ որ մեկը ձեզանից լսել է, իրավաբանական ուրեմն ընկերությունում, ասեց շատ լավ հայ կին է, ազգականների ինչքան գիտեմ ասեց չունի, միայնակ ապրում, ինչ որ փոքրիկ ընտանիքով եւ չգիտեմ, իմ անմիջապես իմ ուրեմն այցեքայտը քարտը հանձնեցի երիտասարդին, խնդրեցի փոխանցել այդ տիկնոջը, տիկինը ինձ զանգահարեց երևի 1 օր հետո հաշված ժամերի ընթացքում, խոսեցինք, զրուցեցինք շատ հաճելի ձևով, երևի մոտակա շաբաթ օրը, եթե չեմ սխալվում, հանդիպեցինք սենց հայաստանյան ձևով, այսինքն ժամադրություն նշանակեցի, գնացի մեքենայով վերցրեցի, բերեցի մեր տուն։ Ուրեմն այն ժամանակ ինքը արդեն երևի 70-ի մոտ կին էր, կամ 70 կլիներ, հա, այդպես է տարիք էր երևի, կամ 72 տարեկան, դե պատկերացրեք, ես արդեն, ինչքան, ես 40 անց է, այդպես ասեմ, ինքը մորս տարիքին, այդպես կարելի է, ինձանից արդեն ինքը 32-33 տարի մեծ է ինձանից։ Այդպես գնացինք, ծանոթացանք, բերեցի հրավիրեցի մեր տուն, սենց հայաստանյան ձևով գեղեցիկ, նստեցինք, ճաշեցինք, այն ժամանակ դեռ ամուրի ամուսացած չէի, մայրս էր միայն կարծեմ ինձ այցելել էր Հայաստանից, գեղեցիկ համեղ ճաշ էր պատրաստել, նստեցինք, ճաշեցինք եւ այլ, անցել են երկար տարիներ, շատ չերկարացնեմ։ Տիկինը դարձել է իմ լավագույն բարեկամ, իմ լավագույն ընկերը, իմ ընտանիքի անդամը, հիմա արդեն ես էլ որ ունեմ իմ ընտանիքը, իմ երեխաները, մենք արդեն ասում ենք, որ տիկին Սիրանուշը, այդպես է նրա անունը, դարձել է մեր, ասենք, 3-4 տատիկ արդեն, ասենք այդ տատիկներով այնքան եմ շրջապատված, մայրս, կնոջս մայրը, մի մորաքույրս, որը հիմա իհարկե Լոս Անջելոս է մեկնել, Նյու Յորքից, այս տիկինը 4 հատ տատիկ ունեինք, ասենց ասենք, ու այդ օրվանից սկսած ինչ նրա հետ ծանոթացել եմ, մեր տանը, մեր ընտանիքում, երբ որ մի առիթ ա եղել ծննդյան տարեդարձ, կնունք, հարսանիք, չգիտեմ, նշել ենք ինչ որ մի առիթ, կամ Զատկի Սուրբ տոներին, այդ կինը միշտ մեր սեղանի շուրջը նստած ա եղել իմ մորս եւ Արմինեի մոր կողքին, ասես տատիկներով,
դարձել է մի հարազատ անձնավորություն, այտենց մի երկու հատ հերու ազգական ունի ինչ որ տարբեր նահանգներում ապրող, համարյա շփում չկա, իրար կորցրել են, ինչպես դա տեղի ունենում բոլոր հայերի հետ, որոնք երկար տարիներ ապրում են օտարության մեջ, ասիմիլյացիա, խառ ամուսնություններ, այս տիկինը երբեք չի ամուսնացել, երբեք երեխաներ չի ունեցել, զբաղվել է իր երաժշտությամբ, իր այդ կյանքը այդպես է դասավորվել, ունի մի քույր, քույրը եղել է երկար տարիներ, ապրել է իրանց ծննդավայրում, իրանք Միչիգան, ուրեմն Միչիգանից են, քույրը այնտեղ ապրել, վերջում որ քույրը արդեն ավելի տարեց դարձավ, մի քիչ առողջությունը վատացավ, ինքը գնաց քնոջը Միչիգանից բերեց Նյու Յորք, որ խնամի քնոջը, հիմա ճիշտ ասած երկուսն էլ այնպիսի վիճակի մեջ են, որ երկուսին էլ խնամք է պետք, ասենք ինքը համ քրոջը ինքն է խնամում, համ էլ իրան է խնամքի կարիք ունի, տարիքները երբեք չեն ասում, դա ամենագաղտնի բանն է, շատ հետաքրքիր, ուրեմն հատկանիշ է, ուրեմն մեր սփյուռքահայ տատիկ-պապիկների մոտ, ընդհանրապես էլ ասենք ամերիկացիների մոտ այդ բանը կա, իրանք էլ դե Ամերիկայում ծնված մեծացած, չնայած շատ լավ հայերեն խոսում հասկանում են, բայց այդ տարիքը գաղտնիք պահելով սովորությունը կա, ասենք Ամերիկայում Փառք Աստծո մարդիկ ի շնորհիվ ուրեմն երկրի առողջական համակարգին առողջ են, երկար են ապրում, մենք հարևանի ունենք 92-93 տարեկան, ուրեմն եղունգները ներկած, հարդարված, մազերը հարդարված, շրթներ կկցված, նստում է մեքենայի ղեկին, տատիկը քշելով, ինչը ձեռնափայտվել մանա գալիս, մի հատ էլ ընկեր ունի, այն որ ասում են boyfriend, հա, այդ տարիքին իմ հարևանուին է, իմ շենքում միասին ենք ապրում, ուրեմն մեքենա է վարում, հիմա մեր հայ սիրելի տատիկները, հա, տատիկները փաստորեն արդեն մեկն էլ ավելացավ, քույրն էլ եկավ, միացավ, տատիկները երկուսն են, Արմինեն եւ Սիրանուշը, տարիքները ինչպես ասեցի մեզ չեն ասում, բայց կարծեմ կռահելով կամ մի անգամ ինչ-որ միտեղ բժիշկի թուղթ իրան օգնելու լրացնելու դեպքում ես հասկացա, որ երևի քույրը 94 տարեկան է կամ 95 արդեն, ինքը 93 կամ 90 մի տարվա թե 1.5 տարվա տարբերություն ունեն, ինչևից է Աստված իրանց երկար տարիների կյանք տա, մի քիչ առողջական վիճակը իսկապես զգացնել է տալիս, դե ապրում են այնպիսի երկրում, Միացյալ Նահանգների քաղաքացիներ են ծնված այնտեղ աշխատած, հարկեր մուծած, որ պետությունը իրենց ապահովել է քրոջը հիմնականում առավելևս 24 ժամվա ուրեմն տնային ծառայությունով հոգում են, լողացնում են, կերակրում են, իհարկե ծանր է վիճակը, բայց Փառք Աստծո, Փառք Տիրոջը դեռ ապրում են, վայելում են կյանքը, այն ոնց որ ասում են բերանի մեջ էլ կրելով դեռ իր բնածին ատամները, անձնական ատամները դնովի բան չկա, այդ տեսակ կարելի է պատկերացնել, էլի, որովհետև ապրել են առողջ կյանքով, այդ էլ ասեմ։ Այդ Pepsi Cola, Mepsi Cola, այդպես Coca-Cola երբեք կյանքում չեն խմել, խմել են ջուր։ Ես համարյա 25 տարուց ավել ճանաչում եմ նրանց փաստորեն արդեն։ Մի անգամ ոչ գինի խմեցին, ոչ սուրճ խմեցին, ոչ թեյ խմեցին եւ խնամք ատամների նկատմամբ, խնամք առողջության նկատմամբ երբեք ես չեմ տեսել պատկերացել, որ ինչ-որ մակդոնալդ կամ եսիմ ինչ-որ շավուրմա կամ քյաբաբ, մաբաբ փողոցից ուտեն, մեկ-մեկ իրանց համար տանում եմ կուպելյանների լահմաջուն, որպես հիշում են մանկությունից, ասում եմ մայրս կբադրաստի այդպիսի կամ Արմինեն ամսվա մեջ մի 2-3 անգամ համեղ ճաշատեսակներ է պատրաստում, ասենք տոլմա եւ չգիտեմ ինչ որ տարբեր տեսակի, ինքը հանդարտ մայրս կպատրաստեր, հիշում են մորը։ Համենայն դեպս շատ լավ բարեկամներ են, շատ եմ սիրում, արդեն մեկ շաբաթի չափ Երևանում եմ, արդեն երևի օրը մեջ ինչքան մորս եմ այցելում ամեն օր տեսնելու, հանդիպելու, այդքան էլ երևի զանգում եմ իմանամ իրաց մոտ ամեն բան կարգին է, հանգարց նորից չեն ընկե տան մեջ կամ ինչ-որ իհարկե ընկերներից խնդրել եմ հեռախոսամարը փոխանցել եմ, որ եթե մի բան լինի, անպայման գնան այցելեն։ Ինչևից է։ Վերև Աստված կա, արավ Աստված ամեն ինչ տեսնում է, պետք է օգնել, հասնել մարդկանց նորմալ մեր հայերին առաջերտին։ Ուրեմն Արմինե եւ Սիրանուշ Հարությունյանները գաղթականների ընտանիքից են, սերնդից են, որոնք ուրեմն իրանց պապը մազապուրց փրկվել է, իրանք ծնվել են ասեցի Միացյալ Նահանգներում, մի գիրք ուներ, տվեց ինձ, խնդրեց, որ սա Հայաստանում ինչ-որ
երկու օրինակ վերցրեցի նվիրաբերեմ ինչ-որ միտեղ, ասեց քո հայացողությամբ, իրանք մի 10-15 տարի առաջ քրոջ հետ մի անգամ եղել էին Հայաստանում, ինքն էլ էր ինչ-որ միտեղ մի երկու տեղ նվիրել, ես որոշեցի այս գրքից երկու օրինակ, մեկը նվիրելու եմ, պահել եմ իմ լավ բարեկամ, շատ խելացի կիրթ մարդ, լրագրող, հետազոտող Թաթուլ Հակոբյանին, արդեն ասել եմ Թաթուլ, սա Թաթուլի օրինակն է։ Եվ երկրորդ օրինակը, որ վերցրել էի հետս, ուրեմն երեք այցելեցինք ուրեմն ցեղասպանության թանգարան եւ նվիրաբերեցի թանգարանին։ Ուրեմն երկու խոսք ուրեմն ով է գրքի հեղինակը գիրք ուրեմն թարգմանություններ են ֆրանսերենից եւ անգլերենից, տարբեր հեղինակների պատվաստներ են, արձակագրություն կա, հեղինակը Սիրանուշ եւ Արմինե Հարությունյանների պապիկն է, Կարապետ Արմենը, որը մազապուրց փրկվել է ուրեմն ցեղասպանությունից, այ Կարապետ Արմենը սա է, ուրեմն ցեղասպանությունից փրկվել է միայն իր դուստրը, ուրեմն ընտանիքի բոլոր անդամները ուրեմն ցեղասպանության զոհ են եղել, սպանվել են ուրեմն թուրք բարբարոսների կողմից, ուրեմն ընտանիքի սա իր ընտանիքի անդամներն են, բոլորը ուրեմն զոհվել են միայն այս ընտանիքից մեծ ընտանիքից սա ուրեմն պապն է իրանց մենակ թորնիկն է, մենակ աղջիկն է ողջ մնացել այդ ընտանիքից, հետո ինքն էլ ողջ է մնացել Կարապետ Արմենը, որովհետև այդ պահին ինչ որ աշխատանքի, այստեղ ասում աշխատանք ապահովելու նպատակով եղել է Միացյալ Նահանգներում ու արդեն այդ իր բախտը բերել է ողջ է մնացել, սա արդեն հետագայում Միացյալ Նահանգներում նոր ընտանիք է ստեղծել, նոր ընտանիքի նկարները, իր ուրեմն երկու աղջիկները եւ կնոջ կինն էլ երևի նախկին ամուսնությունից երեխաներ ունեցել, ստեղծել են նոր գեղեցիկ ընտանիք։ Կարևորը ստեղծվել է հայկական ընտանիք եւ ավանդույթը որոշ ժամանակ շարունակվել է։ Սա էլ արդեն այդ ողջ մնացած երեխան եւ իմ լավ բարեկամները Արմինեն ու Սիրանուշը իրանց մոր հետ փաստորեն Կարապետ Արմենի թոռներն են։ Նկարել եմ, ուղարկեցի անպայման Սիրանուշին եւ Արմինեն, որ իրանք sense ոնց որ հոգու վրա մի քիչ թող հանգստություն նստի։ Այդ զայնագրությունը հիմա կցեմ ստեղել դուք էլ դիտեք։ Բացի դրանից ինքը խնդրել էր մի փոքրիկ գումար իր ու քրոջ կողմից նվիրաբերել, դա էլ փոխանցեցի։ Ուրեմն թանգարանին, որտեղ գիտականի հենց հարցրել էր ընդհանրապես որտեղ նվիրատվություն մանկական մի ուրեմն հիմնադրամի առաջարկ էի տվել եւ երկրորդը այս շատ կարևոր հաստատությանը նվիրատվությունը փոխանցեցի, մեծ գումար չէր, փոքր գումար էր, մենք էլ ընտանիքով լուսանկարվեցի ես ուրեմն այն գրքի հետ, որը թանգարանի տնօրենը նվիրել էր J.G. Vance-ին, ամերիկյան փոխվարչապետին եւ դրա պատճառով տկարամիտ վարչապետը Հայաստանի այդ կնոջ աշխատանքից ազատել էր, լուսանկարվեցի այդ գրքի հետ, այս գիրքը նվիրեցի, գնումներ ահագին կատարեցինք, մեր ընտանիքի համար, ինձ համար, երեխաների համար, որ կարդան անգլերենով եւ հայերենով մի քանի գիր գնեցինք, դրված այնտեղ մի կլոր գումարի եւ իհարկե կատարեցինք մեր ընտանեկան նվիրատվությունը, նորից շատ սիմվոլիկ նախքին զայնագրությունում, երբ որ դիմել էի տգետներին, դրա մասին ասում եմ, դենտեղ մի հատ արկա հադրած գումարը գցում են մեջը։ Այդպես, համենայն դեպս լույսը բացվում է, օրը թող լինի բարին ինձ համար, իմ ընտանիքի համար, թող լինի բարին ձեզ համար, ձեր ընտանիքների, ձեր երեխաների համար, մեր ազգի, մեր աշխարհասփյուր հայության համար։ Մայրս միշտ մի բան է ինձ ասում է շուտ ասել, միշտ կրկնում եմ, հիշում եմ, կարևորը գիտեք որն է այս կյանքում, երբ որ գիշերը պարկում ես քնելու, գլուխը դնում ես բարձիդ, դու զգում ես, որ խիղճդ մաքուր է, խիղճդ հանգիստ է։ Այ հիմա ես այսօր արթնացել եմ, իմ խիղճը շատ հանգիստ է, շատ հանգիստ քնել եմ, թեկուզ ժամերի փոփոխություն կա, ասենք ժամը 11-ը աչքերս փակվեց, բայց ժամը 6-ից արդեն արթուն եմ, բայց խիղճս հանգիստ է։ Խիղճս հանգիստ է առաջերտին
ինքս իմ արչև է խիղճս հանգիստ, խիղճս հանգիստ է ու մաքուր է իմ Աստծո արչև, իմ մորս արչև, բոլորի արչև, եւ ինչպես նաեւ Սիրան եւ Արմինե Հարությունյանների արչև, որտեվ ես կատարեցի նրանց խնդրանքը, հանձնեցի թանգարանին իրենց ուղարկած գիրքը, իրաց փոքրիկ նվիրատվությունը, ես պատկերացնում եմ, որ հիմա այդ տեսագրությունը, այդ պահը, որ թանգարանում հանձնում եմ, ես ուղարկեցի իրան, մեզ մոտ Նյու Յորքում կես գիշեր անց է, չնայած ինքը ուշ է քնում, երևի կամ հիմա կտեսնի ձայնագրությունը կամ վաղ առավոտը, որքան նրան հաճելի կլինի, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսները, когда не будет приятно, я тебя так довезу, что тебе тоже будет приятно։ Այ ինձ համար բարից բուն իմաստով շատ հաճելի էր ու ես այդ ուղարկեցի ու շատ ուրախ եմ, որ դա հաճելի կլինի նրա համար։ Այսքանը։ Ուզում էի շատ կարճ ասել, բայց էլի երկար ստացվեց։ Ամենայն բարիքներ բոլորիդ։ Լավ որ այս արևը թող Աստծո ձեռքի հետ անպակաս լինի մեր ազգի գլխից, գուցե մի քիչ ավելի որակը լավանա, մաքրվի, այդ ջեխերը պակասեն, ավելի շատ կիրթ, քաղաքավարի, հարգալից մարդիկ լինեն։ Ամենայն բարիքներ, լավ օր եմ ցանկանում։ Hi dear Siran. Bogosian family is the Armenian Genocide Memorial. Suren is with us, only Sophie is missing. You know, that's the memorial, Siran. You haven't been here, probably. And this is the museum. This is the museum of the Armenian genocide. And we are just walking in. I have your book with me, and I'm going to present it as a gift from Siranush and Armine Arutyunyan to them. We'll talk to you later. Thank you, sweetheart.